Վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցից հետո կայացավ ընդլայնված կազմով հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջին 2 ամսում արդեն երկրորդ այցը Հայաստան վկայում է, որ Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը գործնական փուլ է մտել։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այս ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար, որտեղ մենք տարբեր ձևաչափերով ենք վերջին ամիսներին շփվել, այդ թվում հեռախոսազրույց ենք ունեցել, այդ հեռախոսազրույցի ընթացքում դուք մի շարք հայտարարություններ եք արել Հայաստանի աջակցության վերաբերյալ, որոնք գործնականում այսօր իրագործվում են կամ իրագործված են։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով ինքը գիտակցում է այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս Հայաստան-Եվրամիության մերձեցումը, ապա խոսեց Եվրամիության Հայաստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։ Ես այսօր այստեղ եմ նաև այն երկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության պրոցեսին, որն ընթանում է, ինչի համար ցանկանում եմ գնահատանք հայտնել ձեզ։ Ֆոն դեր Լայենի խոսքով այս ներդրումների նպատակով Եվրամիությունը մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, որը կարող է հասնել մինչև 2 միլիարդ եվրոյի։ Արդեն համատեղ հայտարարության ժամանակ Ֆոն դեր Լայենն ասաց, որ Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո, որպես օգնություն բազմազանեցնելու իր առևտուրը։ Այս ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների համար խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի, որը մենք քննարկել էինք մեր հեռախոսազրույցում հուլիսի սկզբին։ Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը։ Հայաստանը և Եվրոպական միությունը մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում, ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառայցած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Եվրամիության անդամակցությունը Հայաստանի համար մեծ ձեռքբերում կլինի, իսկ եթե նույնիսկ միությունը որևէ փուլում դադարեցնի ընդլայնումը, Հայաստանը միևնույն է կշահի, դառնալով եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանող երկիր։ Միաժամանակ նա բացառեց 2013 թվականի սցենարի կրկնությունը, երբ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից և ընտրեց ԵԱՏՄ-ին միանալու ուղին։ Պատասխանեմ կարճ և կոնկրետ, այո, բացառում եմ, դա հնարավոր չի, առավել ևս հիմա, և բնականաբար մենք ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը։ Բացի 18 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսական ներարկումից, Եվրամիությունը պատրաստվում է վերացնել մաքսատուրքերը հայկական արտահանման հիմնական մասի համար, թույլ տալով հայ արտադրողներին մուտք գործել 450 միլիոնանոց եվրոպական շուկա։ Ֆոն դեր Լայենի խոսքով այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99% Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգերի և օրգանական ծագման արտադրանքի համար, դուռ բացելով ավելի քան 90% մեր խմիչքների, այդ թվում ոգելից, արտահանման համար Եվրամիության միասնական շուկա։ Փաստորեն վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի ու ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը մեր շուկա, և սա գեղեցիկ խորհրդանիշ է մեր տնտեսական գործընկերության մեջ նոր գլուխ բացելու համար։ Սա միայն սկիզբն է։ Այս նոր միջոցների օգնությամբ մենք հնարավորություն կունենանք արագ դիվերսիֆիկացնել ձեր առևտուրը։ Ֆոն դեր Լայենը հայտնեց, որ հուլիսի կեսերին Եվրամիության փորձագետներ կժամանեն Հայաստան, աջակցելու տեղական արտադրողներին և արտահանողներին, օգտվելու եվրոպական շուկայի հնարավորություններից։ Նա նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում Եվրամիությունը կաջակցի ռուսական գազից և էներգետիկ ենթակառուցվածքներից կախվածության հաղթահարմանը։ Անդրադառնալով վիզաների ազատականացմանը, ընդգծեց, որ Հայաստանը Եվրամիության միակ գործընկերն է, որի հետ այս ուղղությամբ ակտիվ երկխոսություն է ընթանում։
իսկ աշնանը սպասվում է հերթական գնահատման առաքելության այցը։ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին շատ բան կախված է հենց մեզանից եւ իրականացվող բարեփոխումների որակից։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը եւ իշխանությունները մտադիր են արագ ու արդյունավետ առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։